Արտասահմանցի մի լրագրող հարցնում է Լեոնիդ Ազգալդյանին, թե որ կուսակցությունն է նախընտրում։ Լեոնիդը ծնկի է գալիս, վերցնում մի բուռ հող եւ ասում, որ դա է իր կուսակցությունը։ Հայ զինվորը չպետք է գույն ունենա։ Թբիլիսիում ծնված, Մոսկվայում սովորած եւ Երևանում ապրող Լեոնիդ Ազգալդյանի մասնագիտական կարիերան կարող էր փայլուն լինել, բայց Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ֆիզիկոսը մի կողմ է դնում գիտությունը, մեկնում սահման ու ստեղծում ազատագրական բանակ կազմակերպությունը։ Մի խումբ համախոհների հետ զբաղվում է սպառազինության հայթայթմամբ եւ ինքնաշեն զինատեսակների արտադրությամբ։ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում ընդգրկվում էին ընտրյալները։ Պետք էր լինել անսահման հայրենասեր, խիստ կարգապահ, ծխելն ու խմելն էլ բացառվում էր, իսկ եթե մեկն ասում էր եկել եմ Արցախի համար զոհվելու, ջոկատում նա տեղ չուներ։ Լեոնիդի տղերքը պետք է լինեին Արցախի համար կռվողներն ու հաղթողները։ Ես չի մեր ռազմական, ասենք, մարզումները շատ ծանր են, բայց մարդիկ գալիս են եւ պատրաստ են ամեն ինչ անել, միայն կարողանան իրենց եկիրը պահել։ Լեոնիդ Ազգալդյանը հեղինակություն էր բոլոր զինվորների համար։ Խիստ էր, բայց գթասիրտ։ Խրամատում ննջած զինվորին ուղարկում էր քնելու եւ ինքն էր հերթապահում։ 300 հոգանոց ջոկատն ամեն օր մարզվում էր։ Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական կամ միջազգային կամ ազգային գործիչները, սա Հայաստան է եւ վերջ։ Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ։ Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել։ Լաչինի ազատագրումից հետո Ազգալդյանը հասկացավ, որ բոլոր հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե չստեղծվի կանոնավոր բանակ։ Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ թե հողակտոր ես ազատագրում։ Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի։ Լեոնիդի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 27 բնակավայր, որի ընթացքում 6 մարդ է զոհվել։ 6-րդը փոխհրամանատար Վլադիմիր Բալայանն էր։ Լեոնիդը զգում էր, որ 7-րդն ինքն է լինելու։ Չհավատաք, եթե ասեն, որ մահացել եմ։ Ես Ստամբուլի պատերի տակ եմ ընկնելու։ Ցավոք նա Ստամբուլ չհասավ։ Լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանն ընկավ 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ։